Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Դանիելյան, Մայրաթոռը հայտարարեց, որ եպիսկոպոսած ժողովը հետաձգվում է, իշխանականներն ասում են, որ Գարեգին II կաթողիկոսը չունի իշխանություն այլևս եւ չի կարողանում ժողով գումարել, դուք ինչպես կմեկնաբանեք։ Ինչ նշանակում իշխանություն չունի։ Կարակ բարձրաբանեք, որ նա այդ իշխանությունը գրառումների ասում են, որ չի տիրապետում իրավիճակին, իր վերահսկողությունից դուրս է եկել եւ հիմա ժողովները տապալվում են։ Մենք սրանից առաջ ինչից ենք խոսում, հարգելի Նարեկ։ Ձեզ հետաքրիր է, այսինքն այդ մարդկանց նկատմամբ ճնշում է գործադրվում, թե չէ։ Ձեզ հետաքրիր չէ, օրինակ քահանաների նկատմամբ օրինակ ԱԱԾ-ն կոնկրետ հորդորներ է, ասես մեղմ ասած հորդորներ է իրականացնում։ Կներեք, բայց այդ հարցը ես եմ տվել, ես եմ այդ թեման զարգացնում։ Չէ, ես տպավորություն չեմ ստեղծում, հանգիստ հանդարտ եղեք, ես տպավորություն չեմ ստեղծում, ես ուզում եմ տրամաբանորեն գանք հասնենք ընկետին, թե ինչա տեղի ունեցել։ Տեղի ունեցել հետևյալը. կոնկրետ ուժային կառույցները ներգործություն են ցուցաբերում անգամ քահանաների եւ բարձրաստիճան հոգեվորականների նկատմամբ։ Սա ինձ համար ամենակարևոր արձանագրումն է, որ պետք է անենք։ Վաղը ինչ իրենք կասեն, ինձ հետաքրքիր չի իրենց ասածը։ Ինձ հետաքրքիր են փաստերը, իսկ փաստերը ցույց են տալիս, որ կոնկրետ ուժային կառույցների մեթոդով ներգործություն է տեղի ունենում եկեղեցու ներքին գործերին։ Էտա փաստը ռեալ հոգետնի վրա, փաստը դա է։ Այն մնացածը դա եկեղեցու ներքին գործերն է, բայց այն որ այս մարդը արդեն միջամտում է, դա անհարարկելի փաստ է։ Որ եպիսկոպոսատ ժողով հնարավոր չի լինում գումարել, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իշխանությունը վերազանցել է իր բոլոր լիազորությունները, անբացատրելի եւ աննկարագրելի ճնշումների է ենթարկվում Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, ենթադրում են, որ անգամ օկուպացիայի ժամանակահատվածում, բոլշևիկյան ժամանակահատվածում եւ դրանից առաջ, ինչպես նաեւ Սրբազան հայրը նշեց, թուրքական օկուպացիայի ժամանակ այս կարգի ուրեմն ճնշումներ եւ այս կարգի անբարոյականություն երբեք տեղի չունեցել։ Եթե դուք ինձ նման մի բան հիշեցնեք, ես կհրաժարվեմ իմ այդ մտքից, ես չեմ հիշում մի դեպք, երբ որ Սրբազանին ուրեմն կալանավորեն, տանեն եւ դրանից հետո արդեն մուտք գործեն եկեղեցի եւ զբաղվեն պղծությամբ։ Նման բան տեղի չի ունեցել։ Արդյունքներ կան, որ Արշակ Սրբազանին կալանավորելուց հետո արդեն ճանապարհը բացվել է եւ վեհապարին հնարավոր է կալանավորեն, գործընթացներ սկսվեն, նույնիսկ մամուլում տեղեկություններ կան, որ մինչեւ նոր տարի ուզում են վեհապարից ազատվել, ինչ պետք է անի ընդդիմությունը այս առումով, արդյոք պետք է արձագանքողի դերում լինել եւ դուք ներողություն նշել էիք մեկ անգամ, որ անգամ ձեր արյունը թող թափվի, եթե պետք լինի, բայց դուք կպաշտպանեք եկեղեցին։ Հիմա ընդդիմությունը ինչ պետք է անի այս առումով եւ ինչ աջակցություն պետք է ցույց տա, կա ծրագրեր պայմանավորված։ Դուք հետևում եք իմ գործունեությանը, դուք էլ տեսնում եք, եթե դուք այդքան տենչում եք դա, չգիտեմ, բայց ես երբեք ինձ դուրս չեմ դրել այդ process-ներից, եթե դուք ուշադիր լինում եք ու եւ նաեւ ուշադիր կարծում եմ իմ բոլոր հանրային ուրեմն խոսույթը եւ իմ աջակցության բոլոր այն հորդորները կամ գետնի վրա իմ աջակցության պատրաստական եք խոսք ընդդիմության մասին։ Ես միշտ պատրաստական եմ ոչ միայն խոսքով, այլ գործով եմ ցույց տվել պաշտպանելու մեր սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Խնդրում եմ նաև իգիտություն ունենաք, իգիտություն բոլորին, որ ես նաև պատրաստ եմ այդ անձնազոհությանը թող անպագորգոր չհնչի եւ ես համոզված եմ, որ իմ նման շատ ու շատ մարդիկ կան, որոնք պատրաստ են թեկուս իրենց կյանքի գնով պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Իսկ ընդդիմությունը ինչպես պետք է աջակցի, պարոն Դանիելյան, ինչ քայլեր պետք է անի։ Խոսքը ձեր մասին չի, ես ուղղակի տեսեք, ինչ պետք է անի ընդդիմությունը պետք է այն ինչը որ ամիսներ, տարիներ շարունակ ասվել է, կոնկրետ պետք է եթե ուրեմն բանը հասնի նրան, որ սկսվի այդ արշավը եկեղեցու դեմ, արդեն չգիտեմ, այդ գնան եւ փորձեն ուժով գրավել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, մենք պետք է կարողանանք բոլոր օրինական մեթոդներով, թեկուզ կրկնում եմ նաեւ մեր այն որ ասում կյանքի գնով, եթե պետք է մեր վրայով թող անցնեն եւ
այդ առումով մենք պատրաստական ենք, մենք երբեք մեր ծրագրերից չենք շեղվել, մեր նպատակներից չենք շեղվել, ու սա կրկնում եմ նեղ անձնական, կուսակցական խնդիր չէ։ Ես որպես այս առումով հանդես եմ գալի որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք որ իրենց համարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, պետք է գետնի վրա կարողանան այդ պաշտպանությունը կազմակերպել։ Եթե այն մարդիկ, որոնք որ համարում են իրենց հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, իրենց անգամ 10%-ը շատ մեծ թիվել չեմ ասում, կամ 5%-ը պատրաստ լինի պաշտպանության եւ այդ վճռականությունը եւ կամքը տեսնում եմ վեհափար տիրոջ, որ ինքը անսասանա, մենք կարողանանք պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Այլապես, եթե բոլորս խոսենք ստատուսներ գրենք եւ գետնի վրա մեր աջակցությունը չդրսևորենք, իհարկե ինքը իր նպատակներին հասնելու է։ Եվ շատ կարևոր է, որ այն քաղաքական գործիչները, որոնք որ ստատուսներ են գրում եւ այլը, կարողանան գետնի վրա իրենց աջակցությունը ցույց տան, ոնց որ մենք ցույց տվեցինք այդ աջակցությունը գնալով օթակայա եւ դիմավորելով վեհափար տիրոջ։ Շնորհակալ եմ։